Ախպերս, լավ փող աշխատելու ձև եմ մտածել։ Իբր ինձ առևանգել են ու պապայից փող են պահանջում։ Գժվել ես Ազատ։ Չէ, դու իմ բան եմ ասում։ Այդ փողի կեսներ քեզ կտամ։ Լավ, ինչքան ես քեզ գնահատում։ 1 միլիոն դրամ։ 1 միլիոն դրամ։ Ազատ, դու այդքան չարժես։ Նախ պագրշկիքդ մաշացա, փխադավոտ թուլցացա, հետո էլ ուղեղիդ կառոպտին թալփացա։ Բա ինչքան կտան։ Դե եթե քեզ դզենք փչենք, դեմքդ պոլիշ անենք, մի 5000-ից 10000 դրամ։ Հա շատ լավ է։ Դա ինձ պապան գա, կասես, որ ինձ առևանգել են։ Եթե չհավատա, իսկ ցույց կտաս իրան։ Յախ քեզ ինչ կտրած մատա։ Կասես իմ մատնա, որպես ապացույց կտրել ուղարկել են։ Այս մատը քեզ որտեղից։ Մորգից եմ գողցել։ Ազատ, բայց ոչինչ, որ այս աղջկա մատը ու վրան մանիկյուր կա արած։ Լուրջ ես ասում։ Բա դու մաքրեմ ացետոնով։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ վառեք։ Պապան եկա, վարագաց շա։ Վերցրու։ Դե ես գնացի։ 5000 դրամից ներքև չիջնես։ Պապ, Ազատին փախցրելն ու գումար են պահանջում։ Էս էլ իրա մատը որպես ապացույց։ Ասում են, եթե չվճարեք, Ազատի երեսը էլ չեք տենա։ Ջան։ Փաստորեն տանը մենակ ես ունենք ուտելու։ Հա։ Դե արի կիսենք ուտենք, քանի Մարին ու Ազատը չեն եկել։ Լևոն ջան, ես որ կիսենք, ոչ դու ես կշտանալու, ոչ էլ ես։ Հենց որ ճիշտ կլինի, ես նրբերշիկը ես ուտեմ։ Ինչի դու ուտես որ։ Որովհետև ես հեսա գնում եմ գործի, ու ինձ ուժ ա պետք։ Տենց է, ես էլ գնում եմ դասի, ինձ էլ է ուժ պետք։ Բայց դու դասի տեղը 5 ժամ ես անցկացնում, իսկ ես գործի տեղը 8։ Իմ ուսումը ավելի կարևոր է, քան քո աշխատանքը։ Լևոն ջան, ես պետք է աշխատեմ, ամսվա վերջը փող ստանամ, որ կարողանամ ձեզ պահեմ։ Գառնիկ ջան, իսկ ես պետքա սովորեմ, որ կարողանամ լավ աշխատանք գտնել, որ կարողանամ քեզ մեծ տարիքում պահել։ Լեսի քեզ ինչ եմ ասում այդ ջահեն։ Չէ, ավելի լավ է դու ինձ լսի։ Հորստայի մարդ ես, չեմ ուզում կոպտեմ։ Ոբշում ես պետք է ուտեմ։ Չէ, ես պետք է ուտեմ։ Ասացի ես պետք է ուտեմ։ Այդ ինչ պետք է ուտեք, տվեք ես էլ ուտեմ։ Մամ ջան, մի հատ խնդրանքով եմ եկել։ Ասա։ Կթողես քթիս վրա պիրսինգ անեմ։ Չէ, Մարի, Լավ էլի մամ։ փակեցինք թեման։ Գառնիկ, աղջիկդ ուզում է պիրսինգ անի։ Այդ ո՞րն է։ Ուզում է քթի վրա մի հատ էլ անցք բացի։ Ինչի համար։ Մարի ջան, վատ է շնչում, օդը չի երիքում։ Չէ։ Դերումն Աստված քթիդ ինչքան անցք տվել է, այդքանով բավարարվի։ Ես հասկացա։ Դուք ինձ չեք սիրում։ Գառնիկ, մի քիչ առաջ մամաս էր զանգել։ Այդ կնիկը լկա։ Ուզում է գնաս իրենց տան պատերը ներկես։ Ինչով։ Արունով ես։ Լևոն ջան, կգնաս տատիկին օգնես պատերը ներկեք։ Չէ, մամ, վախում եմ։ Ինչի՞ց։ Ընկերուհիներով հավաքվում են, սկսում են ազիաների ցեղը անիծել։ Ինչ ես երեխուն ուղարկում չարի կացարան։ Օֆ, հավեսները չունեմ։ Բարև հայր։ Բարև հիվանդ։ Բարև եղբայր։ Բարև, տարօրինակ մարդ արարած։ Որոշել եմ փիլիսոփա դառնալ։
Այս փուչ ու անգաղափար աշխարհում իմ նման փիլիսոփայի կարիքը շատ կա։ Էդ ինչից որոշեցիր։ Որովհետև պարզել եմ, որ իրականում ես ծնվել եմ այն ժամանակ, երբ Մարս, Վեներա եւ Մերկուրի մոլորակները մեկ շարք են կազմել։ Ոչ, Ազատ, դու իրականում ծնվել ես այն ժամանակ, երբ ես մի օր խմած եկա տուն ու մերդ էլ դեմ չէր։ Ես գնացի դպրոց։ Լևոն, ես այսօր ուզում եմ անպայման քո անապատի պես ամայի ուղեղիկում սերմանեմ փիլիսոփայական կարևոր մի քանի գաղափար։ Ինձ կասես, թե ժամը քանիսին ես վերադառնալու տուն։ Ազատ։ Ժամը 1-ին, շատ բարի։ Քեզ հետ էլ խոսելու բան ունեմ, բարի հայրիկ։ Կասես ինձ, թե ժամը քանիսին ես վերադառնալու աշխատանքից։ Ազատ։ Շատ բարի, ժամը 11։ Ալո, Բարև Մարի ջան, ասա Վիլեն։ երկու հատ թատրոնի տոմս ունեմ, կգաս գնանք։ Փախար Վիլեն։ Լավ էլի Մարի ջան, արի գնանք։ Քեզ ով է թողել մտնես մեր տուն։ Չեմ կարող ասեմ, մամատ կնեղանա։ Հաստորեն մամաս է թողել։ Մասրախ ես տուն թողել։ Ախ, ես ինչ լավ է։ Էս թողես ինչ ես ցանել։ Որ քո հոտը միշտ իմ վրայից գա։ Վիլեն էլ մի լոճվի։ Մի հարելու ժամն է։ Հիմա ինչ, գալիս ես գնանք թատրոն։ Վիլեն դուրս արի սենյակիցս։ Լավ էլի խնդրում եմ Մարի ջան։ Էս սարքդ այնքան ես միացրել, ուղղակի ցնցում ես ստացել։ Ազատ։ Ազատ։ Չես տնում, քնած եմ։ Ոնց ես քնած, եթե աշկերտդ բաց է։ Հանճարեղ փիլիսոփաները քնում են ոչ թե մարմնով, այլ ուղեղով։ Ազատ, քո ուղեղը արդեն 20 տարի է քնած է։ Արի իջնենք ներքև, մաման կանչում է հաց ուտելու։ Ես ձեր աշխարհիկ սնունդը չեմ ընդունում։ Ես տիեզերական սնունդով եմ սնվում։ Իսկ ինչ ես ուտում։ Տիեզերական շարմա։ Ձեռ ես առնում ինձ այ ճիճու։ Ճիճուն դու ես, նորմալ խոսա։ Ճիճուի մեջ վիրավորական բան չկա, եղբայր։ Ճիճուն էլ բոլորիս պես տիեզերքի մի մասնիկն է։ Դու ես գնացի այ ապուշ։ Եղբայր, մի վիրավորվի։ Ապուշն էլ բոլորիս պես տիեզերքի մի մասնիկ է։ Ես արդեն տանն եմ, կարակ ինձ ստրկացնեք։ Ողջույն, ծանոթացեք օրվա աստղագուշակին։ Հլը տենեմ կարող աստղագուշակը մի լավ բան ասի։ Ցուլեր, այսօր կօգտագործեք ձեզ ընձեռված բոլոր հնարավորությունները։ Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է։ Հնարավոր է որոշակի գումարային շահույթ։ Մյուսի իմ նշանն է։ Երբորյակների համար այսօր բատոր է սպասվում։ Նրանց համար օրը կլինի դժվարություններով եւ դաժան փորձություններով։ Ես ինչեր ասում։ Կունենաք անակնկալ եւ տհաճ հանդիպում։ Եղեք համբերատար եւ դիմացեք այսօրվա բոլոր չարչարանքներին։ Եկա չեմ հավատում սրան։ Այ տղա դու հələ կաս։ Փաստորեն ճիշտ էր ասում աստղագուշակը։
Engem քաշվե։ Քեշ, հայդա։ Էդեն չի չեկար տանս պատերը ներկեիր, հա? Քոքդ կտրվի, ձեռները չորանան, մսերը թափվեն, հա? Ստոպ։ Ես ինչ անեշտերի պապուր ես մտել մորքուր ջան։ Իմ էշխելքն ասա, որ քեզ աղջիկ տվեցի, հա? Իմ էշխելքն ասա, որ այդ աղջկան վերցրեցի։ Կնիկը տուրա։ Դերևնա, Ռուզան։ Հա, գառնուկս։ Ես ոնց որ լավ տրամադրություն ունես, հա? Հա, կյանքս։ Դե տրամադրությունը թող վերևը ու իջի, մերը տա եկել։ Վայ, բարև մամ ջան։ Բարև, այ աղջիկ։ Մամ ջան, ինչ ես կանգնել։ Արի նստի։ Բայց ինչ ես մի անգամից առաջարկում նստի։ Կարող ես բարի մարդ եկել եմ երկու բարասի ու շուտ գնա։ Եկել եմ մի երկու օր մնամ։ Շատ եմ սիրում ձեր կատակները, լավն էր, շատ լավն էր։ Կատակ չեմ անում, այ մեյմուն։ Բանվորներ եմ կանչել, որ գան տանս պատերը ներկեն, ասեցին 10 օրից նոր պատրաստ կլինի։ Մեծ սիրով կասեի մնացեք, ուղղակի մի հատ նուրբ պահ կա էլի։ Ինչ պահ։ Չեմ ուզում, որ մեր տանը մնաք։ Չէ, մամ ջան, գառնիկը կատակ անում։ Իրանովա բանի տեղ դնում, ախմախ խոսում էլի։ Հենց մեր հետ գնաս տերտեր եմ կանչելու ես տունը օրհնի։ Ռուզան, որ գառնիկը մեռնի դու էլի կամուսնանաս։ Մամ, ինչ ես տենց ասում։ Գառնիկը ողջ առողջ է։ Դու ասա հա, մնացածի հետ գործ չունես։ Լավ, ես գնամ լվացքը հավաքեմ։ Դու էլ իմ պատրաստած թխվածքից կեր։ Բարև, տատի։ Բարև, կիստուկ։ Ար, ես համար պլիտկա եմ բերել, ով գիտի վերջին անգամ երբ ես շոկոլադ կերել։ Չեմ կարող ուտեմ, տատի։ Սունկիդ մեջ շոկից հալելա։ Հալելա դու էլ խմի։ Լավ էլի, տատի։ Սերեխեն գնալով իր անշնորհակալ հորնա նմանվում։ Վայ, տատի, ես եկել ես մեր տուն։ Չի երևում։ Ես էլ ասում եմ պապան ինչի է գժված պաչուձախ քայլում։ Տատի, արի իրար հետ սելֆի անենք։ Էդ ինչա։ Նկարվենք։ Տատի, դու էլ պրոշներ ցենց արա, որ ավելի կրքոտ երևաս։ Անոտ գնա քո ավեցը չունեմ է։ Գնա, քեր։ Բարև ձեզ։ Զանավես կայս հակել, այ ախմախ։ Հանդերձանքը կարևոր չէ այս կյանքում, տատիկ։ Կարևորը մարդու ներաշխարհն է։ Այնպես որ ես շատ հեշտությամբ կարող եմ ձեր բացատվել այս փալասից։ Ազատ, դու ես տան միակ մարդն ես, ումից ես վախենում եմ։ Ռուզան, դուրը բաց։ Ռուզան, չես լսում։ Արագացրա, Ռուզան։ Էդ ում հետ ես խոսում, գառնիկ։ Ռուզան, ես դու ներսը չես։ Բավա ներսը։ Մաման։ Բայց ձեն չի անում։ Կարող է ֆերը ձերից ընկել վաննայի մեջ։ Տեկին Լուսիկ, այդ ձեր կեղտոտ հոգին բաղնիկում չեք մաքրի։ Դրա համար եկեղեցի է պետք գնալ։ Սմնավայ։ Մի ժամ մտել է դուրս չի գալիս։ Մենք էլ ենք ուզում լողանանք։ Ես ինչ ես տնգվել ստեղ։ Կարող է թաքուն նայում էիր։ Ես չիր չեմ սիրում։ Մտի լողացի վրայցը ճենջի հոտա գալիս։ Մերը տիրա վերմակը մոռացել է ստեղ։
Ազատ, ինչ ես անում։ Իմ փիլիսոփայական մտքերն եմ հավերժացնում քարի վրա։ Իսկ չի լինի այդ հիմար մտքերի թղթի վրա հավերժացնես։ Այդ ձենից չեմ կարող քնեմ։ Ոչ, թուղթը մնայուն չէ։ Իսկ քարի վրա իմ մտքերը կփոխանցվեն սերունդներին։ Ազատ, այդ չագուչի ձենը դիր վիբրացիայի վրա։ Ազատ, մի արա, թող քնեմ։ Չեմ կարող, եղբայր, փիլիսոփայության մուսան է ինձ այցելել։ Սա տապշկես գլխիդ կայցելի։ Ոչինչ, կգա ժամանակ ու դուք նոր կհասկանաք, որ ես իրավացի էի։ Ազատ, դու անուղելի անուղեղ ես։ Ազատ, հիմա ինչ ես անում։ Տարասը խալ եմ արել, ջնջում եմ։ Ռուզան, զորտնի ու եղջի։ Ինչ ա եղել, մամ։ Մարդդ գողա։ Ով, ես։ Ուրա փողերս։ Նոր նայեցի սունկայից մեջից 20,000 դրամ էր պակասում։ Մամ ջան, ինչի Գառնիկը պետքա քո մոտից փող գողանար։ Ես զանգում եմ ոստիկանություն։ Ես բռնել ես տալիս։ Մամ ջան, գնա քնի, առավոտը փողդ ման կգանք։ Ես մինչև առավոտ չեմ սպասի, մարդը հանցագործության հետքերը կմաքրի։ Ռուզան ինչա ոստիկանություն զանգի։ Բանի տեղ մի դիր։ Մաման այլի խոսում ա, ոչ մի տեղը չի զանգի։ Սրանցից մեկը գրպանիցս 20,000 դրամ փող ա գողացել։ Որ մեկը տիկին։ Չգիտեմ ով ա, բայց ես ամենաշատը այս բեղավորի վրա եմ կասկածում։ Իսկ դուք ապացույցներ ունեք։ Էդ էլ ես անեմ, ես եմ ոստիկանը, թե դու։ Գնա փողերս գտի, այդա։ Լավ, հիմա բոլորին կհարցաքննեմ։ Առաջինը այս բեղավորին արդյուն։ Դուք եք վերցրել տիկնոջ 20,000 դրամը։ Ճիշտ է, ես բեղավոր եմ, բայց մեղավոր չեմ։ Արզա, դուք տիկին։ Կներեք, պարոն ոստիկան, ճիշտ է, ի տարբերություն ինձ իմ կինը անբեղ է, բայց անմեղ է։ Արզա, դուք։ Որ ես վերցրած լինեի, հիմա այս քրչոտ շորով ստեղ նստած չէի լինի։ Արզա, դուք։ Պարոն ոստիկան, ես միայն իմ փաստաբանի ներկայությամբ կխոսամ։ Արզա։ Արզա։ Դուք ուզում եք հարցնել, արդյոք ես եմ վերցրել այդ գումարը։ Ձեր նյութական աշխարհի պայմանական միավորները ինձ չեն հետաքրքրում։ Փողը դա ընդամենը թղթի կտոր է։ Պարոն ոստիկան, ձեր փոխարեն ես կփնտրեի այն հանցագործին, ով այս երկրի մոլորակից գողացել է սերը եւ գթասրտությունը։ Հաստորեն ոչ մեկ չի խոստովանում։ Եթե քո գործը չես կարում անես, զանգում եմ KGB։ Կներեք տիկին։ Այս 20,000 դրամն եք փնտրում։ Այ, ստեղ էի դրել։ Պայել էի, որ չգողանան, որովհետև սրանք հաստատ գողացող են։ Նամանավանդ ես բեղավորը։ Լավ, ես գնացի։ Ձեզ բարի գիշեր, ձեզ էլ համբերություն։ Վերջ, հիմա կարանք գնանք քնենք տիկին Հիտլեր։ Չէ, քունս փախավ։ Ռուզան մի հատ կոֆե դիր։ Ռուզան, եթե մնացած 9 օրն էլ մեր հետ այս տեմպով մեր կյանք հուտի, մենք չենք ձգի։ Բա ինչ անենք, Գառնիկ։ Մինչև իր տան պատերը չներկեն, չի գնա տուն։ Ասում ես պատերը։ Պապ, քունս տանում ա։ Հոգնել եմ։
Ես էլ։ Ես էլ։ Ուզում եք ձեր տատը մեր տանը մի օր էլ մնա։